Օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս եւ համագործակցություն ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ մենք մի խոսակցություն կարող ենք ունենալ երբևէ, դա նրա հեռացման պայմաններն են։ Դա բարգավաճի տեսակետն է, Այո, դա խոսակցությունը կարող է լինել նրա հեռացումը կարող է լինել, բացառում ենք որևէ համագործակցություն քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարոն Սուրենյանց կներեք, Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է այստեղ տեղի ունեցող ակցիային, թե ոչ։ Չէ, այս պայն ոչ։ Իսկ ինչով պայմանավորվում։ Դե երբ որ հարմար կլինի ինքն է կմասնա։ Բայց չեք կարծում, որ ձեր ընտրողների նկատմամբ անարգանք է երկու Բացարձակապես։ Ինչ կա։ Պարոն Սուրենյանց, Մեր թիմը բազմաշերտ է, ամեն մարդ զբաղվում է իր Պարոն գործով։ Սուրենյանց, իսկ եթե ամեն դեպքում այդ ընտրական շեմի հաղթահարման հարցը Բարգավաճ Հայաստանը լուծի, Գագիկ Ծառուկյանը մանդատը կվերցնի։ Շատ հարց եք տալի, որը ժամանակակերպ է, որովհետև երբ որ կվերցնենք մեր մանդատների թվով կհայտարարենք խորհրդանում մեր թիմը ոնց է ներկայացված լինում։ Պարոն Սուրենյանց, իրավական հիմքերով կարող է անվավեր ճանաչել այս 101 հոդվածով, ընտրական օրենսգիրքի 101 հոդվածով, որը ասում է, որ եթե որոշ տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչել ընդհանուր պատկերի վրա ազդեցություն ունի, 101-րդ հոդվածը պահանջում անցկացնել կրկնակի քվեարկություններ, որտեղ այդ պիսով խաթարվում է ընտրական ամբողջ պատկերը։ Վերաքվեարկություն անվավեր է ճանաչվել արդյունքներ, դրա հետ խնդիր չունեք, բայց վերաքվեարկություն Չէ, ԿՀ-ն իր իրավունքն է իրացրել, բայց այդ դեպքում մի բան էլ է անհասկանալի։ Եթե այդ երկուսում անվավեր է ճանաչել, ինչի մի հատ այլ ընտրատարածքում, եթե չեմ սխալվում 32, որտեղ թիվ 8 համարը բացակայել է ընդհանրապես, այդ տեղամասի արդյունքները ինչի անվավեր ճանաչված չեն։ Այսինքն նախընտրողական վերաբերմունք են արել, հատուկ են նպատակով, որ ԲՀԿ-ին ֆիլտրեն, չթողեն խորհրդանում։ Բայց ասում ենք լավ անվավեր ճանաչել եք, ինչու կրկնակի քվեարկություն չեք նշանակել։ Բայց եթե դեռ չեն նշանակել, դա օրենքի խախտում է, թե հետո Վստահաբար, կամ այս որոշումը պետք է ամսի 14-ին կայացվեր եւ միանգամից նշանակել։ Կամ sense գիշերային խորհրդավոր որոշում չի կայացվել։ Իրանք ամեն ինչ անում են ԲՀԿ-ին ֆիլտրելու համար։ Հիմա ցանկացած մեթոդի գնում են հենց ընդհանցակարգի խախտումը մեր մոտ լեգիտիմ կասկածա ստեղծում, որ նպատակը ազնիվ չի, նպատակը ընտրությունների օրինականությունը վերականգնելու ցանկություն։ Այս տեղամասերի արդյունքները, եթե անվավեր է ճանաչվել ու հետո չվերականգնվի, ԲՀԿ-ն կորցնի տեսականորեն ենթադրենք, ինչ կլինել Մենք ասել ենք, որ քաղաքական, իրավական ամբողջ գործիքակազմը օգտագործելու ենք մեր ընտրողի ցանկացած քվե պաշտպանելու համար եւ երկրորդը, որպեսզի ընտրությունների ընդհանուր օրինականությունը վերականգնենք։ Մտնել չմտնելու հետ օրինակ մենք չենք կապել մեր այն հայտարարությունը, որ քննարկում ենք նաեւ դատական կարգով ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը։ Բայց անկախ դրանից, եթե այս ձայները ԲՀԿ-ն կորցնում է նաեւ այս պահի դրությամբ։ Այո, այս պահի դրությամբ, եթե այս ձայները գրպանում են եւ կրկնակի քվեարկություն չեն նշանակում, ձեր ասած սցենարը կա։ Պարոն Սուրենյանց, իշխանության այս գործը լավ ոչ ինչու է պայմանավորվում։ Վախերով։ Ասեմ, ինքը խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը 3/5 գոնե ապահովել խորհրդարանում, որպեսզի սահմանադրական օրենքներ կարողանան միայն իրենց ֆրակցիայով ընդունեն, որպեսզի սահմանադրական պաշտոններում միայն իրենց ֆրակցիայով նշանակումներ անեն։ Քանի որ ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կոնֆիգուրացիան փոխում է եւ իրենք զրկվում են նույնիսկ 3/5-ից, որոշել են դիմել ցանկացած մեթոդի իրենց կոմֆորտ այսպես կոչված կարգավիճակը ապահովելու համար։ Հետո մի մոռացեք, մենք կատակ չենք անում, որ ընտրարշավի ժամանակ ասում ենք Նիկոլ Փաշինյանը լիքը արտաքին պարտավորություններ ունի ստանձնած այդ թվում Ալիևի առաջ։ Հիմա եկել է այդ գինը վճարելու ժամանակը։ Իսկ իր ներկայությունը խորհրդարանում, եթե ԲՀԿ-ն էլ հայտնում խորհրդարանում, հուշում է, որ ինքը խիստ խոցելի լեգիտիմություն ունի։ Այդ խոցելի լեգիտիմությամբ այդ արտաքին պարտավորությունները կատարել չի կարող։ Կոպիտ ասած ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում խաթարում է Նիկոլ Փաշինյանի Ալիևի երջանիկ վասալ լինելու կարգավիճակը։ Պարոն Սուրենյանց, իսկ ՔՊ-ն մտավախություն չունի հետագա զարգացումներից։
թող ունենա։ Ես ասում եմ հետևյալը, որ եթե այս բեսպրիցելը շարունակվի, քիչ առաջ ասուլիսներում են ասել, աստիճանաբար այս հավաքը ձնագնդի պես մեծանալու է, եւ իշխանությունը կզգա հասարակության ցասում։ Մարդկանց երբն է հետաքրքիր այդ, երբ հալիներ։ Գիտեք, ելքի մասին չեմ կարող ասել, բայց ժամկետը։ հասկացա, այս իշխանության ճգնաժամ այս ընտրություններով չի ախտարվել, այս պայից հաշվեք, որ իրենց հերրասման հետ հաշվարկը ժամանակացույցը միացված է, մի ամսից կլինի դա, 2 ամսից։ Ես քաղաքական գործիչ եմ, որ անում եմ իմ անելիքը, երբ արդյունքի կհասնեմ, չեմ կարող կանխատեսել։ Գագիկ Ծառուկյանի որդին եկավ Հայաստան։ Ասել են հունիսի 8-ին կգա։ Ուրեմն ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև երբ որ Հայաստանում կլինի արդարադատություն, Գագիկ Ծառուկյանի որդին կգա իր արարքի համար պատասխանի։ Այսինքն երբ Ծառուկյանը լինի իշխան։ Ասում եմ, երբ Հայաստանում կլինի արդարադատություն, չասեցի ով կլինի իշխանություն, ցանկացած իշխանություն, որը կերաշխավորի արդարադատությունը։ Յուրաքանչյուր մարդ իր արարքի համար պատասխան կտա, ոչ մեկը օրենքից չի փախչի։ Այս հավաքին ընտրողներն են հրավիրվել։ Համակիրները, դե համակիրի մեջ կարող ընտրողել մտնի, այլ քաղաքական ուժի աջակից էլ մտնի, արդեն դա ցանկացած մարդու քաղաքացիական պարտք է։ Իսկ հավաքվածների քանակը ձեզ ինչի մասին է ասում։ Գիտեք, շատ փոքր հավաքը, հետո շատ մեծ հավաքի վերածելու ռեսուրս ունի։ Ես մոտավորապես 25-30 տարվա քաղաքական գործիչ եմ։ Շատ մեծ ցնցումներ առաջացել է շատ փոքր հավաքներից եւ ընդհակառակը շատ փոքր հավաքներ վերջացել են անարդյունավետ։ Ես միանշանակ ձեզ ասում եմ, որ այս հաղթանակը Նիկոլ Փաշինյանի Պիրոսյան հաղթանակ է եւ ամիսներ հետո բոլորդ կհամոզվեք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։